որը։ Այսի բանը որ ասենք killer code-ի մեջ։ Ահա, killer code-ի մեջ։ Так, այդ Sachin-ը որ կար, հա, Sachin R, հա, ես դրա ստեղծողն եմ։ Так, գալիս ենք ICR։ Այսա։ Մտնում ենք access scenario service filter երրորդն էր, ICR։ Բացում ենք։ Տալիս ենք start։ Ուրեմն նայեք ժողովուրդ, ոնց ենք մեր պոդերը տենում Kubernetes-ում, ով կասի։ Պոդերը, ինչ պոդեր ունենք, հրամանը, հիշում եք։ Որտենան պատմությունը ինչա։ Չէ, ինչ պոդեր ունենք հիմա աշխատող։ Ոնց էր։ Ոնց է ջամի որ անում ենք։ Պետք է պոդ չգրենք։ Ահա։ Ինչ հա, թափ, կներեք, ես եմ ստե։ Սխալվել, sense։ Ինչ, get։ Всё։ Այս namespace-ում pod չկա, namespace-ը ինչ էր։ Հիշում եք։ Հա, մի վարքյան, այս լավ, էսի չենք բան արել, ահա, լավ։ Կոնտեքստը չենք գրել, կոնտեքստը լպե չի, հասկանալի ինչա դրա ժամանակը կգա։ Էլի չկա, լավ։ You have script, update script include target prod of service։ Սեր, հիմա օրինակ ուզում եք service-ը ստանաք, service հեսա կասեմ ինչա, բայց ոնց կարող տենակ ինչ service կա ստե։ Հա, kubectl, հա, get services։ Երկու հատ service կա, էսի default service-ը, էսա service-ը կոպիտ ասած ոնց որ մեր ինքը ստեղծված է task-ի համար, բայց պատկերացրեք մեր կողմից է ստեղծվում։ Հիմա service-ը ինչ է, ժողովուրդ։ Մի հատ նկար բացենք, փորձենք ստե հասկանալ։ Ասենք open image։ Նայեք, պոդերի խնդիրը որն է, հա։ Դուք աշխատող պոդ ունեք, օրինակ մի քանի, տեսեք պոդերը IP-ներ են, չէ՞ ստացա հեսա։ Դե ինչ որ բանին հասանելիություն ունենալու համար դուք պետք է IP-ով ոնց որ հասան, network-ը պետք է լինի։ Հիմա այս պոդը եթե մեռավ, հա, սատկավ, ու իր տեղը նորից նույն պոդից ստեղծավ, այս IP-ն էլ իրանը չի լինելու, ուրիշ IP, random IP, հա, ասենք։ Այսինքն IP-ն փոխվում է։ Հիմա պատկերացրեք ինչ որ մեկին օրինակ չգիտեմ, ինքը IP-ով է միշտ ձեր կայքը մտնում, հա։ Այդ պոդը մեռավ, IP-ն փոխվելու է, ինքը չի կարող։ Ու deployment-ով էր հիշում ինչ էր deployment-ը, որ մենք եթե չենք ուզում, մեզ պետք է մի քանի հատ պոդ ապահովել ինչ ենք անում, որ մեկը տրակում է։ Հա, չէ, որ մի քանի հատ պոդ է մեզ պետք։ Նույն, օրինակ Nginx-ը։ Deployment ենք ստեղծում։ Էսի նայեք, առանցին պոդ է, հա։ Էսի ենթադրենք մեռավ, մենք պետք է մանուալ ձեռով կոպիտ ասած իր image-ից նորից պոդ ստեղծենք, բայց եթե մենք ուզում ենք օրինակ 3 հատ Nginx ունենալ միշտ, մենք deployment ենք ստեղծում, deployment-ի մեջ կա replica set բառը, հենց replica կրկնություն, հա, ասենց ասենք։ Այսինքն ինքը deployment-ի միջոցով դու ասում ես 3 հատ պոդ ստեղծի։ Ինքը 3 հատ ստեղծում, հա, ստե label անում, օրինակ նշում է, ենթադրենք մենք 3 հոգի նույն մայկան ենք հագնում, ասում է այս 3 հոգին է դերի մայկը, որ հագել են իմ մարդիկ են, հա։ Մեկի հետ խնդիր ելավ, դու պետք է ոնց որ, չգիտեմ, օրինակ մեկը հիվանդացավ, դու պետք է բուժես, հա։ Հիմա նույնը deployment-ը, ասենց label անում, այս պոդերը, այսի սատկավ իր տեղը մի հատ էլա պոդ ստեղծում։ Ուրեմն միշտ այդ process-ը գնում է, որ ենթադրենք ուզում ենք 3 հատ, ինքը միշտ 3 հատ ապահովի։ Այդ է իր խնդիրը։ Այդ deployment-ը, բայց պոդերը խնդիր են տալու, հա։ Այսի մեռավ IP-ն փոխվել է, այսի մեռավ IP-ն փոխվել է, այսի մեռավ IP-ն փոխվել է։ Լավ, ինչ անենք այդ դեպքում։ Այդ դեպքում ասում մի հատ service ունեցի, հա։ Օրինակ service-ը պատկերացրեք մենք 4 հատ server ունենք Facebook-ի, հա։ Օրինակ, չգիտեմ, Միլենան մտնում է մեկ համարի server-ին, ես 14 ու տանց չգիտեմ, Մարիանը ենթադրենք 10 համարները IP-ներն են, հա, օրինակ։ Մեկը մեռավ, մենք parse-ա, մենք չգիտենք որ անունը Facebook-ա, օրինակ, մենք գիտենք IP-ն է, IP-ով մտնում ենք։ Հիմա service-ը կոպիտ ասած այդ մի հատ service ենք դնում, ասում ենք դու այս service-ի հետևը կա մի քանի հատ server, այս service-ը ենթադրենք facebook.com, հա։ Դու հավաքես facebook.com, այդ հալես այս server-ներից մեկի վրա։ Այդ ժամանակ էսի static է ժողովուրդ։
Սա խնդիրը այդ է։ Կոպիտ ասած, էսի չի մեռնում, հա, քանի դու 0-ով իրան չես ջնջը։ Ստե այդ պոդը մեռավ, քո համար вообще նշանակություն չունի արդեն այս պոդը մեռավ, չմեռավ։ Դու արդեն, չգիտեմ, կգաս ստե, հա, սրա կօգտագործես։ Այսինքն նույն IP-ով, IP լավ, բերեք հասկանանք նույն IP-ով, հա։ Այս IP-ն կա, ինքը ստատիկ է, դու միշտ իր միջոցով կպնում ես այս ստակի պոդերին։ Հիմա այս ստակի պոդերը, եթե անգամ սատկեն մեռնեն ու նորից վերածնվեն ու այս IP-ն փոխվի, այսի օրինակ։ Քո համար դա ոչ մի նշանակություն չունի, քանի որ դու արդեն սրա միջոցով ես հասանելի լինում։ Selector-ը ինչ է, ով կարող օրինակ այս նկարից գուշակի։ Ոնց։ Հեսա selector-ը գրած է ինչ, հələ փորձեք նկարը հեշտ է շատ։ Մի հատ բանա, որը որ ընտրում ես այդ քո ծրագրերից կոնկրետ որը։ Ենթադրենք 100 հատ պոդ ունենք։ Այդ selector-ը ինչ է գրած։ Հիմա նույն բանը նկարի վրա կա։ Label-ն է։ Այսի ոնց որ մեր դասատունը, հա, ինքը 100 հատ ուսանող են, ինքը չգիտի որոնք են իր, ասենց ասած, օրինակ ինքը չգիտեմ, box-ը պարապցնում, 3 հոգի ուզում են box պարապցնեն, իրան ասում են, ով որ դեղին մայկա է հակած, հա։ Այդ 100-ի մեջ ինքը տենում է, ով օրինակ դեղին մայկա հակած, label-ը արած։ Գալի դրանց ընտրում է box-ը պարապցնում, էլի սենց ասեմ։ Service-ի դեպքում դու ասում ես, քո selector-ը էսա, selector-ը ընտրել, հա։ 100,000 հատ պոդ կա, դու ընտրի այն պոդերը, որոնց բանը, label-ը, app-ն հավասար է, app-ն հավասար է։ Էսի ձեր կարծիքով իր համար ընտրություն կլինի, թե չէ։ Ուրիշ label-ը։ Ուրիշ label-ը։ Հիմա նայեք, ստե deployment կա, deployment-ը ասում է 3 հատ պոդ իմ մեջ, ասենց ասած, որոնք ես ստեղծում եմ, պետք է 3 հատ գոնե լինեն։ Բայց այս service-ին կցելու համար դու կարաս ստեղծես, ինքը առանձին պոդ է ստեղծել իրականում։ Բայց իրան label-ը տվել։ Այս label-ը հենց դուք տվիք ժողովուրդ, ինքը մտնում է նույն service-ի գրուպայի մեջ։ Ես ստեմ մի հատ առանձին պոդ ստեղծեմ, նույն label-ից ստեմ, ինքը կկցվի այս service-ին։ Այսինքն պարտադիր չէ էլի deployment-ով, այսինքն քանի հատ պոդ ուզես, կարաս կցես։ Ինչ որ հարց կար ստե։ Հիմա գանք խնդիրը կարդանք, հա։ Ասում է դու ունես մի հատ script svc filter sh, բերեք տենանք կա էդի։ Ոնց ենք տենում ֆայլի պարունակությունը Linux-ում անցած դասին։ Ապրեք։ Մի խոսքով այս hash-ով կասի ինչ է նշանակում այս hash, վերջում։ Ինչ տեսակ էր։ Shell-ը ինչ է։ Հիմա նայեք, Linux-ում դուք ամեն մի հրամանը անելուց մի հատ հրաման եք չգրում։ Հիմա դուք ուզում եք 10 հատ հրաման իրար հետևից կատարվի։ Այդ դեպքում դուք նա script եք գրում, 10 հատ հրամանը հերթականությամբ։ Բարձրագույն script եմ էլի ասում։ Իրար հետևից գրում եք shell եք սարքում ու shell-ի սկզբում պարտադիր այս տողը գրում եք։ Այս bin bash։ Շատ չբացատրեմ ինչա, պրոստը հիշեք, որ այս bin bash-ը միշտ գրվելու է։ Ասենք սրա մեջ, բերեք լավ, մի հատը shell-ն է ցույց տանք, լավ, բերեք հավաքում ենք nano-ն editor-ը էլի։ Ահա։ Բերեք ստե օրինակի համար pvd, print working directory, ls ու IP հրամանները, ասենց բարձրագույն ինչ որ բան ենք անում։ Так։ Էսի պետք է ասեմ ինչա, ինչ որ մեկին, ինչ արեցի ես։ Այս վերջի հրամանը։ Ինչ էր անում Միլենա։ Կարդում էր write, read ու execute էր անում։ Հիմա ես գրել եմ chmod +x executable +x-ը executable-ը։ Բան արամ է գրած շելը, հա։ Ես էսի անում եմ, որպեսզի ես իմ script-ը կարամ execute անեմ, հա։ Execute կոպիտ ասած հրամանի ձևով կատարվում է։ Shell-ը բան է անում, object-ը։ Հա, նայ, հիմա shell-ը, սենց ասեմ, նայ, ls-l-ա svc filter, հա։ Ինքը read ունի, write ունի, ինչ չունի, ինչ edit չէ, read ունի, write-ը edit-ն է, ինչ չունի։
Run-ը որն էր։ Run-ը, Հա, execute. executable-ը ինչ տառով էր նշվում։ Yeah. X-ով, read write x։ Հիմա նայեք, որ ես հավաքում եմ pvd, այս հրամանը, էսի execute եմ անում, հենց հիմա ես իրան execute անեցի, ls execute արեցի, հա։ Հիմա որ օրինակ ես սենց հավաքեմ, նայեք, shell-ը սենց են execute անում, մի վարքյան, պետք է այս դվեն, եթե ճիշտ եմ հիշում, էսի copy անենք, սենց, սենց անենք, ասենք լավ, permission deny տվեց, super user, նայեք, ասում եմ հրաման նոտ, կոպիտ ասած ես էսի, որ հրաման պետք է սարքեմ, հիմա ոնց եմ իրան հրաման սարքում, սենց եմ անում, չմոտ, plus x, change modification plus x, svc filter, հիմա ls-li, svc filter, տեսեք ինչ է լավ, x-ը ավելացավ, x-ը ավելացավ, x-ը ավելացավ, գույնն է փոխվեց, հիմա բերեք ես էսի սենց անեմ, տեսեք ինչ է լավ, նայեք, pvd-ն կատարվեց, ls-ը կատարվեց, IP հրաման էի գրել, հիմա նայեք, եստե գրում եմ IP, նույն բանն եմ ստանում, տեսեք, նույն բանը ստացա, pvd, նույն root-ը ստացա, ls, նույն բանը ստացա, հիմա նույն բանն եմ կատարում ֆայլը, նորից նույն բաները ստացա, ինքը հերթով հրամանները կատարեց, հասկանալի այս մասը, հիմա ջնջենք, ստե, տակ, ջնջենք էսի, որը մեզ պեջ էր, գանք մեր սերվիզին, ասում update արա այս սկրիպտը, հա, տակ, ասում դու պետք է ընենց update անես, որ այս սկրիպտը կատարես, այսինքն հավաքես էսի, հա, հիմա ոչի բան չկա, և ինքը ինչ անի, ինքը ուրեմն ցույց տա քեզ target port-ը, հեսա սրանք անդրադառնում են, բայց իմաստն այն է, որ դու պետք է կատարես ինքը ինչ-որ բան ցույց տա, մեր սաղ նպատակը է դա, target port-ը պետք է հասկանանք ինչ է, ասում է ready service ունես, այս service-ի target port-ը պետք է վերցնես, հա, ու օգտագործես JSON path-ը, օրինակ ինչ-որ անհասկանալի բաներ, ստուս մենակ մենք գիտենք service-ը ինչ է, հա, այս է, ready service, հիմա հավաքում ենք kubectl get service կամ svc կարճ, տեսնում ենք որ հա, service ունենք, ինչ-որ service ունենք ժողովուրդ, հիմա հիշում եք ոնց ենք անում, որ ինչ-որ օրինակ Kubernetes-ի ինչ-որ բանի նկարագրությունն ենք, հա, իմանում, այսինքն իր մասին ինֆորմացիա, ոնց ենք անում, kubectl get svc օրինակ, կարանք էսի մի անգամից դնենք ստե, հիմա ես ոնց անեմ, որ սրա YAML-ը ստանամ, բարև, ով էլ YAML-ը ոնց եմ ստանում, այո, ինչ-որ բան ունեմ YAML-ը պետք է ստանում, այն որ նկարագրությունը ով կարա ասի, մինուս, հետո, ինչ եմ, ինչ, եկավ, հիմա, որ օրինակ չգիտեք service-ը ինչ է, կարակ գաք ստե, Kubernetes service, սենց անենք, գաք ստե, ու ցանկացած service-ի նկարագրությունը կա, այսքանով որ բացատրի, երկու միավոր հավաքում է, էսի, չէ, այս շատ նման բան կա, դրա համար եմ ասում, էսի երկու բալ ենք հիմա, այս ինչ է, պրոստը կարդացեք, հետո, կարդացեք ու բացատրեք, porta TCP 80 target դե ով Ունենք ապրոց, մի հատ վերսիա մեկ, էսի լավ, էսի մի կոմ, էսի ինչ է, metadata-ն ինչ էր, ինչ ինվորմացիա ունենք, անունը, հա, ու ընդրումա կոնկրետ
տեսակները, տեսակը։ Լավ։ Հիմա ինքը որ պոդերն է ընտրելու օրինակ։ Ասենք 100,000-ը պոդ ունի, մեզ 4-ը My պոդ։ app։ Խի մայեպը։ Չէ, բան է։ Ինչ է։ Ասենք 100,000-ը պոդ ունենք, հիմա սերվիսը ո՞նց է անում որ։ Սելեկտորին որն է ստե։ Չենք վերցնելա 80-րդ կորդի։ Target-ը 93-76։ Ոնց է ինքը ընտրելու Անժելան մոտիկ էր։ Տապել ենք։ Գրած այլ ոնց։ Դա էսի սերվիսն է։ Պոդերը չէ, պոդերը կան, 100,000-ը պոդ է։ Մենք պետք է ընտրենք այդ 100,000-ից 10-ը։ Հիմա ոնց ենք ընտրում։ Սելեկտորը դուք Label-ն ենք։ Ինչ։ Անժելան մոտիկ էր, շարունակի։ Հա, label-ը ինչ, ոնց։ Label ենք տալիս։ Ասում ենք այս label-ով բաներ ընտրենք։ Label-ով պոդերը արդեն կան ինչ որտեղ, հələ մենք չգիտենք որն է։ Լավ, label-ը գիտենք որն է, բայց մենք պետք է սերվիս ստեղծենք, սերվիսը պետք է ընտրի, չէ՞, իրանց ոնց ընտրելու։ Սերվիսը ոնց ընտրել։ Անժելա շարունակի մոտիկ էր։ Մի բան Ինչ հարց տվեց իմաստալից։ Հարցը հետևյալն է։ Ես ունեմ 100,000 պոդ, որոնցից 4-ը հենց սերվիսը ստեղծեմ, այդ 4-ը պետք է հասանելի լինեն ինձ սերվիսի միջոցով, հա։ Ստե, որ տողն է որոշում, թե ես որ պոդերը պետք է ընտրեմ։ Այդ սելեկտոր տակին։ Ապրես, հիմա տակին է, ինչ է label-ը։ Անունը պիտի լինի my։ Ահա, 2 բալ գնաց Անժելայի հաշվին։ Սելեկտոր ժողովուրդ։ Դե լիարժեք չէի ասում։ Այն պոդերը, որոնց անունը my-app է, ու պոդի դեպքում է նայեք, ստե metadata name-ը my service։ Պոդի դեպքում լինելու է metadata name my app։ Այս սերվիսը, այս անունով, էթալու ընտրի այն պոդերը, որոնց անունը my app է, հա։ Ստե պորտերի դեպքում նայեք, պրոտոկոլը TCP-ն, հա, մի հատ պորտ ժողովուրդ, ուրեմն տվյալ կոնտեյները, որ ինքը run է լինում, այդ սերվիսը ինչ որ պորտի տակ է աշխատում։ Մյուս պորտը մեր սերվիսի պորտն է, բայց չեմ հիշում ստե որն է սերվիսի պորտը։ Հեսա հասկանանք։ Port names, target port of service to the port in the following. Ահա, նայեք։ Հիմա ստե ունենք service, ունենք pod, հա։ Երևում է նորմալ sense։ Так, մի վարքյան մեծացնեմ։ Ահա։ Այսի երևում է։ Նայեք, ստե ինչ ասում, ասում է selector, ընտրում ես այն պոդերը, որոնց անունը name proxy, հա։ Հիմա նույն պոդը որոշել է, նայեք։ Տեսակը պոդ, metadata-ն անունը nginx, label-ը, նայեք, label-ը, իրան label-ը տված։ Հա կներեք անունը չէ, label-ը, պետք է ստե label տանք, հա, պոդին, հեսա։ Label-ը տված name proxy։ Այս selector-ը հեսա։ Այդ մա տենում է ում label-ը սրանից, հա, հեսա։ Ու ընտրում է։ Այսի container port-ը, տեսեք։ Nginx-ը քանի որ աշխատում էր 80 port-ի վրա, այս port-ը էդի ասում է քո պոդի port-ը 80 port-ն է, իսկ ով կարա բացատրել այդ դեպքում target port-ը ինչ է, այսի։ Ով բացատրի մի բան է իրան եմ տալու։ Մի վարքյան գանք էս նկարին։ Դե պորտը 80-ը է։ Так, ուր էր, հա։ Այս նկարը մի հատ լավ sense բացենք open image newt։ Ահա։ Հա, սերվիսի port-ն է։ Իսկ target port-ը, ոնց որ կոնտեյների կամ հենց պոդի Որը, չէ, port-ը, որ գրած է port, էդի պոդի port-ն է։ Հա, այդ եմ ասում, Իսկ target port-ը։ չէ, էլի սերվիսին է, իսկ Մի վարքյան, Էսա, կաղա ես եմ շփոթում ստե, կաղա ճիշտ ես դու ասում։ Սերվիսը ոնց է պորտը ընդհանուր է, target-ն է մեկին է, էլի։ Target port, так, մի վարքյան։ Target port-ը։ Target port։ Իսկ դու port definition ես լողոզված է դրած։ Service։
Container port 80, target port HTTP. Հա։ Միլենա ասա, ինչ էի ասում։ Սերվիսի պորտը 80-ն է, իսկ պոդինը այդ 4 թվականն է։ Մի վարքյան գանգստեր, այս իմ ասում։ Target-ն է, Ասած էինք, նորից ասեմ։ Հա։ Սերվիսի անգիրար, սերվիսի պորտը 80-ն է, իսկ պոդինը, այդ runnable բանինը, Հա։ այդ target port-ն է։ Ապս մի բան, էդի հիշեք նկարան։ Ուրեր են։ Նայեք։ Հիմա էս է port ունի։ Եթե օրինակ դիմես սրա 80 port-ին, ինքը եթալ է ինչ-որ port-ի target port-ին, հա, սենց redirect-ա լինելու։ Հիմա նայեք ժողովուրդ, գանք է սերվիզին, էսա սերվիզի նկարագրությունն է էլի։ Ստե սերվիզ ունենք, metadata-ն ստեղծվել է այս ժամանակ, այս սերվիսն է label ունի իրականում, հա։ Այս իր label-ն է, այսի cluster IP սերվիսի մի քանի տեսակներ կա, default-ով ստեղծվում է cluster IP, այսի փորձենք այդ է հասկանանք, այդ չի իմաստը։ Հիմա նայեք, ստե մեզի ինչ է ասում, ասում է մեզի պետք է այս սերվիսի target port-ը իմանալ ինչ է, target port-ը ստե ինչ է։ Target port-ը պոդի։ Չէ, պրոստը թիվը ասա։ Target port, հեսա։ Այսինքն մենք պետք է այս սերվիսից ուրեմն extract անենք այս թիվը, այսինքն վերցնենք այս թիվը, գրենք տակ մի վարքյան, ինչ ասում, JavaScript, այս Հա, մենք պետք է սրա մեջ, այս script-ի մեջ, անենց հրաման գրենք, որ այդ հրամանը գա այս պոդի այս թիվը վերցնի ու մեզ արտապատկերի էկրանին, հա։ Get անենք target port-ը ու run։ Հա, get անենք։ Հիմա մենք սենց արեցինք kubectl, ստացի սերվիսը, այս սերվիսը ու ներկայացրու YAML ֆորմատով։ Եթե JSON-ով ենք ուզում ներկայացնենք, ինչ ենք անում։ JSON։ Սենց, JSON։ Տեսեք ստելի target port-ը կա, բայց նույն ինֆորմացիան է, պրոստը JSON տարբերակով։ JSON path-ը ժողովուրդ, ինքը ինչ-որ գործիք է, որը Kubernetes-ում աշխատում է, Kubernetes-ի ասենք pod ամեն ինչի հետ, ինքը գալիս է կոպիտ ասած JSON-ը սարքում, ենթադրենք, ու այդ JSON-ից վերցնում է ինֆորմացիան։ JSON-ի հետ աշխատելու գործիք է։ Ես սրա հրամանը գրել եմ, բերեք շատ չտանջվենք, կբացատրեմ ինչ է։ Так, այսի է։ Copy ենք անում։ Դնում ենք ստեղ։ Նայեք, kubectl get svc ready service -o JSON path-ս օգտագործում ու ընձի էսա նայեք, ինքը target port-ն է գրելու, էսա կբացատրեմ, ինչ է կատարվում։ Всё, այսի է։ Այսի այդ բանն է։ Հիմա բերեք JSON path-ը, հասկանանք ինչ է անում։ Так, enter, գանք ստե։ Так, նայեք ժողովուրդ, ուրեմն JSON path-ը ֆիլտր է, ինքը ֆիլտր է, ինչ անում, get, get-ը քո այս ամբողջ JSON-ն է, այսքանը քո get-ն է, հա, այսքանը քո get-ն է, հիմա ով կբացատրի, այդ get spec-ը որն է, այստեղ, այսի, ասում է, այս get-ը քո ամբողջ JSON-ն է, գալիս է spec-ի վրա, այսի ով կբացատրի ստեղ, եկանք ուր է, spec-ը հեսա, որն է, հեսա, խիաստը 0, հասկացաք զանգվածը որն է, rain-ը, հա, նշանակում է պորտերի մեջ կարա լիքը պորտեր լինի, մեզի 0 ինդեքսն է պետք, հա, եկանք, նայք, կետը, եկանք ես JSON-ը վերցինք, spec-ը, այդ JSON-ի մեջ բանալին մեր spec-ն է, եկանք այսքանի վրա, ստե ենք ման գալու, հա, ստե ինչ որտեղ լավ սենց,
Սպեյկի մեջ մտանք, եկանք պորտերը, եկանք ստե, քանի որ ինքը array է, հա, նշանակում է ինքը կարա մի հատ ունենա, կարա 10 հատ, կարա եւ այլն։ Array-ի մեջ ամեն ինչը ինդեքսով է։ Մեզի 0 ինդեքսն է պետք։ Քանի որ ստե ընդամենը այս array-ի մեջ մի հատ էլեմենտ է, այսի մի հատ էլեմենտ է, տեսեք, էսա։ Ընդամենը մի հատ ճիշտ է։ Սա ստողերով է գրած, բայց այս փակագծերը իրան մի հատ են սարքում։ Այս 0 էլեմենտն է։ 0 էլեմենտի մեջ մտանք, 0 էլեմենտից վերցնում ենք target port-ը, այս ենք վերցնում։ Հասկանալի է ստե ամեն ինչ։ Հիմա վերջի մասը հրամանը ունենք, ֆայլը ունենք եւ այլն, ով ասի ինչ ենք անում, մի բան ստանում է։ Լավ է, ինչ։ Հեսա գրած է, խնդիրը։ Ամեն ինչ ունենք, մի հատ չես մասնակցում այսօր։ Այսօր լսում եմ։ Մովասի երկու բան ստանալ է։ Դե հեսա ռան տվեցի, աշխատեց, բայց էսի մեր խնդիրը չի։ Մեր խնդիրը այն է։ Խնդիրը այն է։ Ինձ տոկոս արել ենք։ Փորձում եք գտնել։ Երկու բառ խաղարկում։ Հիմնականը դուֆա բառ։ Բայց ոնց է ուշացնում ես տաղին բացացնում ես գործակցություն։ Որոշ ասում են մի բառ անում եմ։ Ուրիշ տարբերակ չկա։ Դե մեկ ստեյցի ճարինք, բայց գետ արինք, չէ, որտը տվեց, չէ։ Վերջնահատացում ասում ֆորմատը բակի է։ Ինչա։ It should be the format. Չէ, էսի հետ, էսի լավ ես մոռացել է։ Էս է մեր խնդիրը։ Update this script to include the format that with us and displays the value of target. Այդ բանը չի, բայց այս բացի է 7-ը։ Update չարեցինք, update արեցինք։ Փոխ։ Ինչ update արեցինք ժողովուրդ։ Script-ի Script-ը ոնց update արեցինք։ Script-ը բացում եմ։ Ահա, ուրա։ Ani ես պրոստը բաներ գրեցի։ shell-ը բան չարինք, update չարինք։ Այդ shell-ը ես ցես ցույց տալու համար արեցի, որ shell-ը ինչ է։ Հետո ջնջեցի, չէ՞։ Shell-ը update անում։ Ինչ ենք անում, ոնց ենք update անում։ Update shell։ Upgrade, Update։ upgrade լավ կանենք shell-ը։ Ցույց տամ թե փորձում եք։ Կարեք լավ chat GPT անեք։ Սասնեք։ Նայեք, որ ոնց է ես անում, որ հրամանները իրար հետևից կատարեն։ Սարքում էինք Ինչ։ shell script։ Okay, այդ shell script-ի մեջ ինչ է ես դնում 4 հատին։ Հրամանները։ Հա, հիմա ես ինչ ունեմ ստե։ Ես ասում եք այդ shell-ի հրամանների մեջ ունենք։ Всё. Controller, get this specialist։ Դու քնություն չես տալու, այդքան մտածում։ Լավ, հələ դուք ըհը։ Էսի copy եմ անում, sense։ Ըհը։ Sense։ Բերում ընդհանրապես դնում եմ ստե։ Всё, այսքան բան։ Հիմա ով ասավ shell-ը ոնց եմ execute անում, մի բան ստանում է։ Ինչի հատ եք ասում։ Shell-ը ոնց եմ execute անում, հիմա նայեք cut SVC, տեսեք պատրաստ է։ Այսի պետք է run տամ, այսի։ Այսի պետք է run տամ, run։ Ոնց եմ անում։ Չէ, թող իրանք պատասխանեն։ Չէ, չէ։ Դե այդ get slash Նա Google արեք, տեսեք ոնց է։ get slash Ըհը, մի բան միլենային։ Ինչ։ Ինչ։ Get slash просто։ SVC անունը ուղղակի Ինչ է լավ։ այդ բանը բերեց target port։ Հեսա, նույն բանն է, ոնց որ ես այս հրամանը կատարեի, հա։ Հիմա check ենք տալի, check։ Տենանք անցնում ենք ստուգումը, թե չէ։
Անցանք, okay։ Exit։ Տենանք գանք, այս ամենաներքևը մի հատ հեշտ բաներից, նորից։ Տենանք ինչ կա։ Էլի ոնց որ pod service-եր է գրած հեսա։ Հասկանանք ինչ ոստի կատարվում։ Так, create pod Ubuntu name using Ubuntu image label appos create service։ Ահա։ Հիմա stop կտամ բանը, recording-ը ուր էր։